Իսկ հիմա ժողովուրդ ջան, եկեք հետ գնանք երրորդ խոսքը ընթերցենք։ Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծո հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի, եւ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Հիմա տվյալ մարդկանց հարց եմ տալիս. Էդ ո՞նց եղավ, որ երրորդ խոսքը ասում է հետեւյալը. դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծո հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի։ Կներեք, բայց նոր կտակարանում որտեղ ենք տեսնում, որ Աստծո հոգով լցված ինչ-որ մեկը չհավատար Հիսուս Քրիստոսին։ Երրորդ համարի նույն խոսքի մեջ շարունակում է. Եվ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Փաստորեն ձեր հասկացածով այնա դուրս գալիս, որ ովքեր որ լեզուների պարգև չունեն, Սուրբ Հոգի չունեն։ Կներեք, բայց եթե մենք Քրիստոսին Տեր ու Փրկիչ չդավանեինք Սուրբ Հոգով լցված, մենք հիմա ավետարանը չէինք քարոզի։ Եթե մենք Սուրբ Հոգի չունենայինք, մենք չէինք կարող Քրիստոսին Տեր ընդունել, որովհետև Սուրբ Հոգին է վկայում Տիրոջը։ Իսկ Սուրբ Հոգու վկայած Քրիստոսին չհավատացողները Սուրբ Հոգու դեմ են հայհոյում։ Այսինքն Սուրբ Հոգու վկայությունը չեն ընդունում։ Իսկ մենք Սուրբ Հոգով լցված ընդունում ենք Քրիստոսին եւ քարոզում ենք Քրիստոս։ Եվ վերջում ձեզ համար նորից երրորդ համարը կընթերցեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծո հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի, եւ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Սիրելի իմ քրիստոնյա, եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, եթե լեզուներով չեք խոսում, չեք աղոթում, ուրեմն Սուրբ Հոգի չունեք, մի անգամից տվյալ մարդուն ասում եք, որ դուք սուտ խոսանեք, դուք ստում եք ու կասկածի տակ եք դնում մարդկանց փրկությունը։ Կարող ես տեսանյութը տարածել, որպեսզի ընկերներդ էլ իմանան ճշմարտությունը ու երբեք իրենց փրկությունը կասկածի տակ չդնեն։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։